պատասխանի մեր եւ լրագրողների հարցերը։ Դա մենք դեռևս կսպասենք, որպեսզի հասկանանք, հետո մի 15 րոպե հետո կհասկանանք ինչ գործողությունների դեպքում։ Դիմում դեռ թողի մեր կողքին չեն իշտել Հիմա այո, դիմում պետք է գրեք, դիմումը գրեք, որ իրենք իջն են, թե որ իրենք բարձան են։ չէ, այսօր ոչ մեկ չի իջնել։ դե եթե ոչ մեկ չի իջնել, Բայց ոչ մեկ դրել է Դիմումը, նույն րոպեի ընդուն չէ, լրագրողների եւ մեր հետ միասին։ Այնքան ժամանակ ենք փակելու, մինչև հարցի լուծում երկու փոքրիկ կարասկի Ոչ, դա ողջամիտ ժամկետ չի։ այլապես այսինքն օրենքով սահմանված հարկադրանքից են իրավունք Բայց չէ կարող Ուժի մասին փոխանցման դեպքում երբ քաղաքացին խալանքում այսքան բան թող օրենքի ուժի մասին միայն ու միայն խոսանք է հատուցում երբ Խաթեր դառնում Դուք տալիս եք հերիքը։ Մեր պետական պաշտոնյաների դիրքորոշումները մեկ մյուսին հատկական են։ Հաստորեն չկա է։ Կենտրոնական բանկի ղեկավարի հայտարարությունները մինչ այսօր հնչած եղել է միայն բանկերի շահի գլխավոր դատախազի հայտարարությունները ազգային ժողովում եղել է ճիշտ եւ օբյեկտիվ ողջամիտ է գնահատվել իրավիճակը բայց դա եղել է խոսքի մակարդակով պետք է անցնի գործի Դատախազություն դիմել եք, եթե դատախազություն դիմել ենք օգտակար բանացել է այդ մասով։ Դատախազություն դիմել ենք դեռևս 2 ամիս առաջ։ Այո, ընդունել են։ Ես հանուն արդարության պետք է ասեմ, որ ոչ մարմին մենք դիմել ենք մեզ ընդունել։ Դա դատախազությունն կոմիտենա դա կառավարության շեփի մոտ ակցիա արեցինք, նամակողեցինք Նիկոլ Փաշինյանին, ընդունել են, այնպես չի ոչ չեն ընդունել, բայց դեկներեք ձեր ընդունելությունները ձեզ մնա, չենք ուզում մեզ ընդունեք, ոչ ուզում ենք խնդիր ունենանք, ոչ էլ ուզում ենք գանք հասնենք ձեր դուռը, հա? Չեք ուզում ընդունել ինչ եք հիմա այս կենտրոնական ասած մի միտքը ներողություն թույլ տվեք ես վերջացնեմ։ Թող խնդիրը չլիներ, մենք չդիմեինք, դուք էլ ընդունել չընդունելու խնդիր չունենայիք։ Դուք ընդունել եք, լսել ենք ձեր մեկնաբանությունները, պետական կառույցներ կան, որ ընդունել են, արդարացի են համարել մեր պահանջները, բայց արդեն 2 ամիս է գործերին հարցերին լուծում չի տրվում։ Այդ պահանջները քաղաքացիների նկատմամբ առկա է, աշխատավարձերից գումարներ են պահում, անօրինական է սա նաև, անօրինականությունները, թալանը երբ պիտի կատարվի այս երկրում։ Այդ պատասխանատու մարմինը հենց այս մարմինն է, որ այս պահին ես նրանց դուրս փակել եմ։ Չենք տեսել գործում քայլել, քաղաքացիները իրանց վրա չեն զգացել, իրանց իրավունքները ամենօրյա ռեժիմով խախտվում է, մարդը ինչքան կարող աշխատավարձից ինչքան գողանան մարդուն, իբրև թե վարկային պահանջ։ Հետո այս մարմինը պիտի լուծած լիներ այդ հարցը 5 տարիների ընթացքում, կիբեր անվտանգության վերաբերյալ պիտի հանձնարարություններ տված լիներ բանկերին, ինչը չի արել, այդ ինչ հանձնարարություններ է տվել այս մարմինը բանկերին 5 տարիների ընթացքում։
որևէ հանձնարարություն չի տվել։ Դրանից հետո 2 ամիսա մենք ձայն ենք բարձրացնում, մենք ուշադրություն ենք գրավում քաղաքացիների ունեցած խնդիրներով եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ ֆինանսական իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ինչը հենց այս մարմնի գործառույթն է։ 2 ամիս շարունակ պատերի տակ, գաղտնի, ծածուկ, դռների հետևում ինչ որ խոսակցություններ են գնում, կլուծվի, որևէ բան ըստ էության չենք զգացել։ Շոշափելի, այո։ Կենտրոնական բանկն կիբերհանձնարարության համատեղ աշխատանքներ են տարվում բոլոր բանկերի հետ, վստահեցնում է կենտրոնական բանկից։ Վերահսկողությունը այլ կերպ, ինչպես եք պատկերացնում, եթե երկուստ եք աշխատանք է պահանջում, օրինակ վերահսկողություն։ Ինչ է նշանակում երկուստեկները։ Փոխադարձ համագործակցություն պետք է լինի, որպեսզի բանկի եւ կենտրոնական բանկի։ Կենտրոնական բանկը վստահեցնում է, որ իր կողմից ամեն ինչ արվել է, վերահսկողական գործառույթները։ Կենտրոնական բանկը տվել է լիցենզիա, բայց լիցենզիա տվել է թալան իրականացնելու։ Գուցե եւ տվել է թողիչներին պատասխանեն։ Իսկ դեռ եք կարող արագացան։ Գուցե ոչ թե գուցե ուշում, այլ այդ բանկերի արժեվ փորձել եք ինչ-որ ակցիա անել կամ իրազեկման ակցիաներ բանկի վեյնական բանկի։ Այո, մենք իրազեկման ակցիաներ ենք արել, ասել ենք բազմիցս, որ Հայաստանի Հանրապետությունում կան 17 բանկեր, որտեղ կան 17 բանկերում արկա են, հա, այսպես կիբերհանձնարարություններ եւ զեղծարարություններ հայտնում 17 բանկերում, բայց դրանցից առաջ առանձնանում են 3 բանկեր, ID բանկն է, Ineco բանկն է եւ Archive բանկն է։ Այս 3 նշված բանկերի առաջ արել են իրազեկման ակցիաներ, տեղեկացրել են անցուդարձող քաղաքացիներին, որ այսքան քաղաքացիներ եւ թալանվել են այս բանկերի թույլտվությունների բաց թողումների ոչ պատշաճ աշխատանքների պատճառով, սա ահազանգ է եղել բանկերի համար։ Հիմա մենք եկել ենք մեր պահանջը կենտրոնական բանկին, կենտրոնական բանկը կանի, չի անի, իսեր աստծո, չի անի, թող դուրս գան։ Մենք ինքներս գնալու ենք բանկեր այսպես փակել։ Այդ մի քանի 100 միլիոն դրամ, ասենք 200 միլիոն դրամ անցանու առմամբ կոպեկներ է բանկի համար, ես քաղաքացիների ամբողջ այդ պարտեզի գանձերը վարկել 300 միլիոն դրամ թող լինի։ Մենք գնանք բանկի դռները կփակենք, այնպես կանենք, որ իրանք են գործում դրան։ Պետք է այս մարմիններն աշխատեին, որ մենք չգնանք այդ գործողությունները, բայց բոլոր գործողություններին գնալու։ Չենք թույլ տալու քաղաքացիների անշարժ գույքը ոչ չեն բան անել։ Մենք հաջորդ քայլը մենք համատեղ քաղաքացիների դեռևս կորոշենք ինչ անենք, հա։ Քանի կա դատական process մեկնարկած, քանիսով է մեկնարկած։ Դատական ասածը խնդրում եմ հստակեցեք, դուք նկատի ունեք քրեական վարույթներ նախաձեռնված, բոլորի մասով կան քրեական վարույթներ նախաձեռնված, հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպությունը չի ընդունում դիմում գործել այն քաղաքացիներից, ովքեր չեն դիմել ոստիկանություն եւ ում գործել քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Այնքան ժամանակ ենք փակելու, մինչև հարցի լուծում Ողջամիտ ժամ։ Երկրորդ չեմ կարող ստի։ Ոչ, դա ողջամիտ ժամ չէ։ Այլապես ասեցի այսինքն օրենքով ստանված հարկադրանքից են կիրառել։ Բայց չի կարող Ուժի մասին փոխանցում տեսնում եւ քաղաքացի քալանքում։ Այսքան բան։ Թող օրենքի ուժի մասին միայն ու միայն խոսան այդ հատուցում։ Երբ Ուղղակի դառնում Դուք տալիս եք հերիքը։ Մեր պետական պաշտոնյաների դիրքորոշումները մեկ մյուսին հատկական են։ Այստեղ Հաստատի չկա է։
Կենտրոնական բանկի ղեկավարի հայտարարությունները մինչ այսօր հնչած եղել են միայն բանկերի շահի գլխավոր դատախազի հայտարարությունների ազգային ժողովում եղել է ճիշտ եւ օբյեկտիվ ողջամիտ է գնահատվել իրավիճակը, բայց դա եղել է խոսքի մակարդակով, պետք է անցնի գործի Դատախազություն դիմել եք, եթե դատախազություն դիմել ենք, օգտակար բան ասել է այդ մասով։ Դատախազություն դիմել ենք դեռևս 2 ամիս առաջ, այո, ընդունել են, ես հանուն արդարության պետք է ասեմ, որ որ մարմին մենք դիմել ենք մեզ ընդունել, դա գլխավոր դատախազությունն է, կոմիտեն է, դա կառավարության շեշտի մոտ ակցիա արեցինք, նամակոծեցինք Նիկոլ Փաշինյանին, ընդունել են, այնպես չի որ չեն ընդունել, բայց դեպքեր եք ձեր ընդունելությունները ձեզ մնա, չեք ուզում մեզ ընդունեք, ոչ ուզում ենք խնդիր ունենանք, ոչ էլ ուզում ենք գանք հասնենք ձեր դուռը, հա? Չեք ուզում ընդունել ինչ եք հիմա այս կենտրոնական ասել, մի միտքը ներողություն թույլ տվեք ես վերջացնեմ, թող խնդիրը չլիներ, մենք չդիմեինք, դուք եք ընդունել չընդունելու խնդիր չունենայիք, դուք ընդունել եք, լսել ենք ձեր մեկնաբանությունները, պետական կառույցներ կան, որ ընդունել են, արդարացի են համարել մեր պահանջները, բայց արդեն 2 ամիս է գործերին հարցերին լուծում չի տրվում, այդ պահանջները քաղաքացիների նկատմամբ առկա է, աշխատավարձերից գումարներ են պահում, անօրինական է սա նաև, անօրինականությունները, թալանը երբ պիտի կատարվի այս երկրում, այդ պատասխանատու մարմինը հենց այս մարմինն է, որ այս պահին ես նրանց դուրս փակել եմ։ Չենք տեսել գործում քայլել, քաղաքացիները իրանց վրա չեն զգացել, իրանց իրավունքները ամենօրյա ռեժիմով խախտվում է, մարդը ինչքան կարող աշխատավարձից ինչքան գողանան մարդը, իբրև վարկային պահանջ։ Հետո այս մարմինը պիտի լուծած լիներ այդ հարցը 5 տարիների ընթացքում, կիբեռանվտանգության վերաբերյալ պիտի հանձնարարություններ տված լիներ բանկերին, ինչը չի արել, այդ ինչ հանձնարարություններ է տվել այս մարմինը բանկերին 5 տարիների ընթացքում, որևէ հանձնարարություն չի տվել, դրանից հետո 2 ամիս է մենք ձայն ենք բարձրացնում, մենք ուշադրություն ենք գրավում քաղաքացիների ունեցած խնդիրներով եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ֆինանսական իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ինչը հենց այս մարմնի գործառույթն է, 2 ամիս շարունակ պատերի տակ, գաղտնի, ծածուկ, դռների հետևում ինչ-որ խոսակցություններ են գնում, կլուծվի, որևէ բան ըստ էության չենք զգացել, շոշափելի, այո։ Կենտրոնական բանկը կիբեռհանցագործության համատեղ աշխատանքներ են տարվում բոլոր բանկերի հետ, վստահեցնում է կենտրոնական բանկից։ Վերահսկողությունը այլ կերպ է, ինչպես եք պատկերացնում, եթե երկուստ եք աշխատանք է պահանջում, օրինակ, էլի սա վերահսկողություն։ Ինչ է նշանակում երկուստ եկները։ Փոխադարձ համագործակցություն պետք է լինի, որպեսզի բանկի եւ կենտրոնական բանկի։ Կենտրոնական բանկը վստահեցնում է, որ իր կողմից ամեն ինչ արվել է, վերահսկողական գործառույթները։ Կենտրոնական բանկը տվել է լիցենզիա, բայց լիցենզիա տվել է թալան իրականացնելու, գուցե եւ տվել է, թողիչներին պատասխանում։ Իսկ դներեք կարող Արագազյան, գուցե ոչ թե գուցե ուշում եմ, այլ այդ բանկերի առջև փորձել եք ինչ-որ ակցիա անել կամ իրենց բանկի Վեյնեկո բանկի։ Այո, մենք իրազեկման ակցիաներ ենք արել, ասել ենք բազմիցս, որ Հայաստանի Հանրապետությունում կան 17 բանկեր, որտեղ կան 17 բանկերում առկա են, հա, այսպես կիբեռհանցագործություններ եւ զեղծարարություններ հայտնում 17 բանկերում, բայց դրանցից առաջ առանձնանում են 3 բանկեր, ID բանկն է, Վեյնեկո բանկն է եւ Արչիվ բանկն է։ Այս 3 նշված բանկերի առաջ արել են իրազեկման ակցիաներ, տեղեկացրել են անցուդարձող քաղաքացիներին, որ այսքան քաղաքացիներ եւ թալանվել են այս բանկերի թույլտվությունների բաց թողումների ոչ պատշաճ աշխատանքների պատճառով, սա ահազանգ է եղել բանկերի համար։ Հիմա
մենք եկել ենք մեր պահանջները կենտրոնական բանկը կանի, չի անի, իսեր աստծո, չի անի թող դուրս գան։ Մենք ինքներս գնալու ենք բանկեր այսպես փակել։ Այդ մի քանի 100 միլիոն դրամ, ասենք 200 միլիոն դրամ անկանում առնապ։ Կոպեկներ է բանկի համար, ես քաղաքացիների ամբողջ այդ պարտիների բյուջետի բանկները վարկել 200 միլիոն դրամ թող լինի։ Մենք գնանք բանկի դրները կփակենք, այնպես կանենք, որ իրանք են գործում։ Պետք է այս մարմիններն աշխատեին, որ մենք չգնանք այդ գործողությունները, բայց բոլոր գործողությունների գնալու։ Չենք թույլ տալու քաղաքացիների անշարժ գույքը որ չեն բան անելու։ Մենք հաջորդ քայլը մենք համատեղ քաղաքացիների դերևս կորոշենք ինչ անենք, հա։ Քանի կա դատական process մեկնարկած գործերով, քանիսով է մեկնարկած։ Դատական ասածը խնդրում եմ հստակեցեք, դուք նկատի ունեք քրեական վարույթներ նախաձեռնված, բոլորի մասով կան քրեական վարույթներ նախաձեռնված, հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպությունը չի ընդունում դիմում գործել այն քաղաքացիներից, ովքեր չեն դիմել ոստիկանություն եւ գործել քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Ուղղակի ասեք, ինչքան ժամկետում պետք է ստանաք արձագանք եւ որ դեպքում ձեզ գոհացած բավարարված կհամարեք։ Նախորդ անգամ, երբ որ հանդիպման համար դիմել էինք, մեկ շաբաթվա ընթացքում արձագանքել են, հանդիպումը տեղի է ունեցել, քննարկումները եղել են, մեր մեկնաբանությունները ընդունելի է եղել, հասկանալի է եղել, հա։ Մենք կարծում ենք այս անգամ էլ այդպես կլինի, բայց պետքա խոսքից անցնել գործի։ Հայք, ես հենց դրա մասն էի խոսում։ Աննա Վարդապետյանը նշեց, որ տեղյակ է խնդրի մասին, ավելի վաղ ազգային ժողովում։ Ինչ է կարծում, հայտարարություններից այն կողմ կանցնի Վարդապետյանը դատախազը։ Դե տեսեք, դատախազության դերակատարությունը երկրում օրենքի գերակայության ապահովում։ Հետևաբար սպասում ենք, որ անպայման գերակայությունը օրենքի պետքա ապահովի եւ պետքա ուղղակի կենտրոնական բանկի աշխատակիցներին եւ պաշտոնյաներին եւ ընդհանրապես կենտրոնական բանկին պետքա բերել ուղղակի օրենքի դաշտ։ Ինչպես Մարդիկ օրենքով նախատեսված իրենց պարտականությունը չեն կատարում։ Այս մասին ուղղակի տեղեկացրեցինք դատախազությանը։ Բայց չեմ հասկանում, երկիրը պառակտված իրավիճակում է, եկեք մի հատ գնահատական էլի տամ, դատախազության մտորումները այլ են, փաստարկները այլ են, այսինքն ճշմարտության մասին է, հա, դատախազության մոտեցումը այլ է։ Կենտրոնական բանկի մոտեցումը, խնդրի եմ դուք տեսաք, լուր, գաղտնի, ծածուկ, հա, որ պետքա գործեին իրավունքի տիրույթից, պաշտպանեին քաղաքացիների ֆինանսական իրավունքները, վերահսկողություն սահմանեին բանկերի վրա, չկա եւ որևէ հայտարարություն անգամ չարեցին։ Դե եթե կա արդարություն, եթե իրանք տիրապետում են իրավիճակին, թող առնվազն իջնեին, կարողանային պատասխանել ձեր եւ մեր հարցերին։ Լավ, դուք նաեւ կառավարություն եք գնացել, որը գրեթե պատասխանատու է ձեր նշած բոլոր մակարդակներում։ Պատասխան չեք ստացել կամ ստացել եք, որը չէր գոհացրել ձեզ։ Կառավարություն ղեկավարից ավել ով կարող է ձեր հարցը լուծել։ Նախ մեզ ընդունել է վարչապետի օգնականը, ներկայացրել ենք հարցերը, խոստացվել է, որ կտան համապատասխան հրահանգներ։ Հիմա տեսնենք, չգիտեմ, տվել են համապատասխան հրահանգներ, չեն տվել, բայց այդ հրահանգները մենք այդպես էլ չզգացինք, հա։ Հիմա մենք ընթացքում կհասկանանք կառավարության առաջ գնանք, այլևս թե չգնանք, եթե գնանք ինչ ֆորմատով, պետք է այս քաղաքացիների հետ քննարկենք, հասկանանք, բայց անելիքներ շատ կա, այնքան անելու բան ունենք, 17 բանկ կա, չգան օրենքի դաշտ, հատ մենք սկսելու ենք ինքնուրույն փակել, որովհետև դրա համար նախատեսված են կառույցներ, որոնք օրենքից դուրս են, եթե իրանք լիցենզիան չեն վերցնում, մենք կարող ենք իրանց դռները փակել։ Շնորհակալ ենք։ Հաջողություն ձեզ, այսօր ավարտեց։